Բարև սիրելի եղբայրներս, քույրերս, այսօր էլ բարի հավաքվեցինք Տիրոջ անունով իր սուրբ անունը պաշտելու, մեծարելու, քանի որ ինքը արժանի է։ Ուրեմն այսօրվա նյութս արյան մասին եմ ուզում խոսամ, բայց մինչև այդ երկրորդ Տիմոթեոս 2:25-ն եմ ուզում կարդամ մի հատ, 25-26-ը Քաղցրությամբ խրատե հակառակ կեցողները, որ թերևս Աստված ապաշխարություն տա անոնց ճշմարտությունը ճանչնալու համար, եւ սատանայի որոգայթեն զգաստանան, որ մեր բռնված են անոր կամքին ծառայելու։ Մեկ էլ Առաջի Տիմոթեոս 6:3-ն եմ ուզում կարդամ, 3-ից մինչև Եթե մեկը ուրիշ կերպ բան մսորվեցնե ու մտիկ չնե մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերուն եւ այն վարդապետությանը, որ աստվածպաշտության համաձայն է, այնպիսին հպարտացած է ու բան մնալ չի գիտեր, հապա վեճերով ու հակառակություններով ախտացած է, որոնց մեկ առաջանան նախանց, կռիվ, հայոյություն, գեշ կասկածներ, մտքով ապականած ու ճշմարտությունը հեռացած մարդոց զրաբանություններ, որոնք աստվածպաշտությունը շահավաճառություն մը կսեպեն, այնպիսիներեն մեկդի կեցիր, ուրեմն տեսանք Վարդան եղբայր, որ կարդաց ընդել էր ասում, զգուշացի մեկդի կեցի, նույն բան էլ ստե ասում, Սակայն աստվածպաշտությունը գոհությունով մեկտեղ մեծ շահավաճառություն մնե։ Ուրեմն շատերը տեսնում են, որ Աստծո խոսքը ծռելու ոնց որ բան ունեն, թե չհասկանալը, չիմանալը ուրիշ բան է։ Բայց երբ որ տեսնում ես հակառակության հոգի կա, վտանգավոր է ու նայում ենք Աստծո գործի մեջ ինչքան մարդիկ են եղել, որ իրանք ոնց որ թե հավատք ունեն, հավատացյալ են, բայց Աստծո գործին ինչքան խանգարել են։ Եթե մեկը ուրիշ կերպ ասում է բան սովորացնի, ուրիշ կերպը որն է լավ, ավետարանից դուրս կարաս ուրիշ կերպ, ուրեմն քո մարդկային գաղափարները դու պետքա բերես մտցնես ավետարանի մեջ, որը որ շատ վտանգավոր ցավալի բան է, որովհետև Անցած անգամ նայում էի ճիշտը նյութը ինչի բան եղավ, զարգացավ մեջը, մեկն էր խոսում, իրանք եկեղեցի պետք է առնեն, բռնած գործները լավ է, Աստված թողնի, լավ գործ են ուզում անեն մարդիկ, փող են ուզում հավաքեն, բայց մենակ դու դրա համար բռնես Աստծո խոսքը շեղես, զարմանալի է էլի, ինչ ասի լավ է, ասում է շատերը արյունն են ասում, այդ Աբելի ու Կայենի վերաբերյալ, հիմա ես դրա մասին եմ խոսալ, իմ բուն նյութը հենց էդ է, Աբելի ու Կայենի վրայով են խոսում, ասում է ես չեմ ընդունում, որ Աբելի այդ արյուն մատուցելը բանը ճիշտ էր, քանի որ իր հասկանալով, իր ավետարանը դες բան չի սովորացնում մեզ, հիմա համարներով, բաներով պետք է փաստեմ դա։ Իր ասելով Կայենը ընծան որ բերեց, սրտանց չբերեց, լավ ուզում ես ժողովուրդը ոգևորես, որ լավ տան, Աստված պետք է իրանց համոզի, որ տան, Աստված իրանց սրտին պետք է դնի տան, եթե դու քո մարդկային այդ գաղափարներով ուզում ես ինչ-որ մարդկանց ոնց որ շատ տան, սրտանց չտվեց ոնց որ ասում է, էլի, այդ լավ դու որտուց իմացար սրտանց է տվե, թե սրտանց չի տվե, դու ոնց, բայց Սուրբ Գիրքը տենց բան չի ասում մեզի, Առաջի զոհը տեսնում ենք, որ արեց, Աստված ինքը արեց։ Եդեմական պարտեզում, ուրեմն ինչ արեց, չի գրում, որ զոհ արեց, այն արեց, ասում է կաշի է հանդիրսներ հագցրեց Ադամին ու Եվային, որ իրանց խղճալ այդ մերկությունը չերևա։ Քանի որ մինչև մեղ գործելը իրանք Աստծո հովանիի տակ էին, Աստծո օրհնությունների տակ էին, իրանք իրանց մերկությունը չէին տեսնում, Աստծո հետ հարաբերություն ունեն, մինչև այն ժամանակ, որ տեսանք Եվան ինչ արեց, դրախտը սարքեց դժոխք,
Դրախտում եք, ինչներ էր պակաս, ամեն ինչը տեղին, Աստված ամեն բան հոգացել էր։ Մի բան կիսատ պրատ չէր թողել, որ իրանք պետք է անեին։ Մենակ հնազանդություն էր ուզում Աստված, ուրիշ բան չէր ուզում։ Այսօր էլ ամեն հավատացյալից էլի նույն բանն է ուզում, որ Աստծուն հնազանդվենք, սատանային դեմ գնանք, ասում է հակառակ կեցեք, նա ձեզանից պետք է փախնի։ Դու ուզում ես մեջքով կանի, ուզում ես ոնց ուզում ես կային կփախչող պտուղ չի։ Մենք մեր պետք է իմանանք ինչն է, որ Աստծուն հակառակ, Աստծուն հաճելի չի, պետք է չանենք, ինքը ուզի արդեն պետք է փախնի։ Թե չէ շատերը կարծում են, որ սատանային կարան հաղթեն կամ բան անեն։ Առաջին փորձ զույգից մենք ինչ տեսանք, որ մարդը ոնց որ անցած անգամ էլ ասի ընկնելու կարողություն ունի։ Երբ որ մի բան ստեղծված է, ինքը ընկնելու կարողություն ունի։ Աստված սատանային փորձեց ընկավ, Ադամ ու Եվային փորձեց ընկավ, մեզ էլ փորձեց, մենք էլ ենք ընկած։ Փառք Տիրոջը, որ Աստված մեզ իր արյունովը գնեց, եթե ոչ մենք էլ ենք ընկած։ Տես մի հատ անձնավորություն պետք է չնի, որ կարողանա Աստծո դեմը sense կանի, հպարտ ասի, դե ես գիտես էլի, ոչ ընկա, ոչ բան, սուրբ եմ, մեղք չգործեցի, տես մեկը չի լինելու։ Ուղղակի Սուրբ Գիրքը ասում է, ոմանց մեղքերը իրենց առջևից են գնում, ոմանց մեղքերն իրանց հետևից են գալի, եւ նրանք որ մի տարբեր բան են, ուշ թե շուտ հայտնի կլինեն։ Ուրեմն Աստված երբ որ Կաշիե հանդերձներ հագցրեց, մենք հասկանում ենք, որ զոհ արեց։ Հագցրեց, որ իրանց մերկությունը ծածկի։ Երկրորդը Ադամը, ուրեմն երբ որ իր երկու զավակը ունեցավ, Կայենն ու Աբելը, ասեց նայեք տղեկս, ես ձեզի լավ խրատ ունեմ տալու։ Ինչ էր խրատը Ադամի տված։ Ասեց Աստված մենակ արյան միջոցով է մեր ձեռքից մի բան ընդունում։ Ուրիշ ձև չկա, քանի որ աշխարհը մեր մեղքի պատճառով, ձեր մոր պատճառով, Եվայի պատճառով մեղքի մեջ է անգել, միակ ձևը է դա, որ պետքա մենք արյան միջոցով մոտենանք։ Ու Աբելը էսի լավ հասկացել էր, դրա համար ինչ արեց, Ծննդոց 3:21-ի մեջ, ուրեմն տեսանք, որ Աստված զոհարեց, Ծննդոց 4:3-5-ի մեջ էլ տեսնում ենք, որ Աբելն ու Կայենն են զոհանում։ Աբելինը զոհ էր, բայց Կայենինը Ծննդոցի մեջ որ կարդացին, դե գրած է, որ երկուսն էլ ոնց որ ընծավ բերեցին։ Ոնց որ Աստծուն ընծավ բերեցին։ Բայց երբ որ պրպտում ես Աստծո խոսքը, բան տեսնում ենք, որ Եբրայեցիս 11:4-ի մեջ Պողոս առաքյալը ինչ է ասում։ Ավելի պարզ ասում, էլի որ լավ հասկանանք, ուրեմն Եբրայեցիս 11-ի եւ 4 համարն է։ Նախ տեսնում ենք, որ հավատքի հերոսների մասին է խոսում ու ասում է հավատքով Աբել Կայենին ավելի աղեկ զոհ մատուցեց Աստծու, որով վկայվեցավ անոր արդար ըլալը, վասնզի իր պատարակներու համար Աստուծմե վկայություն եղավ իրեն եւ անոր թե մեռավ, բայց տակավին կխոսի։ Ուրեմն ինչ կատարվեց։ Ստե Պողոս առաքյալը չի ասում Աբելը Կայենից ավելի ընծավ բերեց, չէ, պարզ ասում է հավատքով Աբել Կայենին ավելի աղեկ զոհ մատուց։ Ուրեմն հասկացել էր ինքը, հոր խրատը լսել էր, դրա համար զոհի միջոցով եկավ, Աստված էլ ընդունեց իր զոհը։ Հին ուխտի մեջ ուրեմն ինչ ենք մենք տեսնում, որ Աստծուն մոտենալու ձևը մինչև օրս էլ հрьяաները այդ ձևով են մոտենում։ Այդ ձևով են մոտենում, ասենք կարմիր երինջը պետք է ծնվի, եկել են ստեից Տեքսասից տարել են, զոհ պետք է անեն, բան, այնինչ կատարյալ զոհը եկել էր իրանք չտեսան Հիսուսի մեջ են գառնուկը, որ Հովհաննես Մկրտիչն է վկայեց, ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը պետք է վերցնի, ամենակատարյալ զոհը։ Ու այդ զոհերը տեսնում ենք, երբ որ Եբրայեցիս թուղթը սերտում ենք,
տեսնում ենք, որ կատարյալ չրին որևէ բան։ Աստղերն Աստված հոգնել էր իրանց զոհերից։ Հոգնել էր, որովհետեւ ինչ էին անում, մեղք էին գործում, գալիս էին այդ գառին դնում էին ձեռը իր գլխին, խոստովանում էին մեղքերը, yani ես պետք է մորթվեմ, այս գառնուկից արունը ընդունի Տեր Աստված, Աստված էլ ընդունում էր, բայց ասես դուք ձեր զոհերի շատությունով արդեն ինձի զզվացրել եք Աստված։ Դրա համար արդեն հոգնել էր Աստված իրանց զոհերից, քանի որ տեսանք զոհերն էլ կատարյալ մի բան չարեցին։ Իսկ առաջի Հովանու 3:11-ի մեջ Կայենի գործերը չար էին։ Ոչ ընծայի մասին է խոսում, ոչ էլ զոհի մասին է խոսում արդեն։ Հովանու առաքյալնագրողը ինքը առաջի Հովանու 3:11-ից 17 համարներն է, որ հանել եմ։ Վասնզի այս անպատվերն է, որ դուք սկզբեն լսեցիք, որ մեկս մեկ սիրեք, ոչ թե Կայենի պես, որ չար էր եւ իր եղբայրը սպանեց, ինչու համար Զանիկա սպանեց, անոր համար, որ իր գործերը չար էին։ Այդ ինչ չար գործեր արե։ Մարդը նայում ես, որ ամենաանտիր մրգերը, բաները հավաքել էր, բերել էր։ Այդ ով է Աստծո դեմը։ Մինչև հիմա էլ տեսնում ենք Կայենի հետևորդները ով են սրանք։ Բուդայականները կան։ Երբ որ գնում ենք իրանց, ասենք, այդ բաների մոտով անցնում ենք, տեսնում ենք ամենաանտիր մրգերն է, բանա դրած այդ Բուդայի արձանի դեմը։ Մինչև հիմա իրանք հլայ այդ Կայենի հետևորդներն են։ Ու ինչ է իրանց նպատակը, երևի իրանց Աստվածը սոված է, բերել են, որ այդ մրգերը բդի ուտի, բայց այդ իրանց մեղքերը չի կարա սրբի, ինչքան էլ միրգ տնեն, ամենաանտիր մրգերը տնեն, քանի որ Աստված էս Ադամի ու Եվայի պատճառով երկիրը անիծեց։ Այս անիծյալ երկրից դու բերել ես, այ Կայեն, բերել ես Աստծուն, ինչ ես ուզում մատուցես։ Այս էր գաղտնիքը, որտեղ իր գործերը չար էին, չարություն են ստեր։ Դու ինչով ես եկել Աստծո դեմ։ Չէ՞ որ Ադամը քեզ հայրդ ասել էր, որ Աստված ուրիշ ձևով մեզնից մեր ձեռքից բան չի վերցնի։ Այսօր էլ նայում ենք, մարդիկ կա, որ իրանց բարի գործերով եկեղեցիներ շինենք, այս անենք, այն անենք, բայց իր հպարտ անձը իր համար է շինում։ Դուք չիմանաք, որ այդ որ սարքում է, ամենը հենց Տիրոջ համար է սարքում։ Հələ գնաս իրան հարցնես Հիսուսի առաջ մի հատ ծունկի արի, մի հատ ասա Տեր ողորմյա, տես կանի։ Բայց իր սերունդներով պիտի հիշեն, այս ինչ է, այսքան եկեղեցի սարքեց, այս արեց, այն արեց, ու այդ ձևով ուզում են Աստծուն մոտենան, Աստծուն որևիցե բանով չես կարա մոտենաս, միայն ու միայն ոնց որ տեսանք արյուններ, Աբելի ձևը ճիշտ ձևը էս էր, դրա համար Աստված Աբելին սիրեց, ընդունեց, Աստծո մոտ ընդունելություն գտավ։ Ուրիշ ձև ընդունելություն չկա Աստծո մոտ, մինչև օրս։ Եթե մեկը Հիսուսից ուզում է շրջանցի ինչ որ ձևով մոտենա Աստծուն, խաբված է, ինչ ուզում ես արա, ինչքան ուզում ես արա, ամենալավ զոհերը արա, ամենայես ինչ ուզում ես արա, օգուտ չունի։ Ընծանները դուտուր, օգուտ չունի, մենակ Հիսուսով է ու Կայենի գործը չար էր։ Ու Աստված էլ իրան ասեց, Կայեն ասեց, եթե աղիք անես, միթե ընդունելի չի լինի, բայց եթե աղիք չանես, զոհը արդեն քո դռան դեմը պարկած է։ Ու տենց էլ եղավ, ասում է, հետո որ կարդում ենք Ծննդոց 4-ի շարունակությունը, ասում է, երկուսով դաշն էին ու Կայենը խոսեց հետը, Աբելի հետ խոսեց, ինչ էր խոսում, նախանձ իրան կերել էր, չարությունը կերել էր, դառնացրել էր իր հոգին, տրտմել էր, դեմքը կախել էր։ Ասեց ինչ անեմ, եղբայր ջան, ասեց իմը ընդունելա քոնը չի ընդունում, ես ինչ կարամ անեմ ախ։ Դու էլ ճիշտ ձևում խիկ այդ Աբելը, որ շատերն է կարծում են, որ այդ Աբելը գառներ էր պահում, դրա համար գառ բերեց, եթե ինքն էլ երկրագործներ, երկրի պտու չէ։ Կայենն էլ կարար աղբոր ասել մի հատ ընտիր առաջնեկներից, ամենաընտիր գառներիցը տուր պտի չտար, իրանցներ, էդի լրիվ իրանցներ, ուրեմն մոտեցման կերպն էր իրա սխալ։ Անկախ նրանից ինքը հողագործ էր, քրտինք էր թափել, տանջվել էր, քանի որ դրախտի մեջ տանջվել, մանջվել պտի չլներ ամեն ինչը Աստված օրհնել էր,
երկնքից է ցողը բդիշներ, ջրեր, իսկի ջրելու կարիք չունեին, բայց տեսանք, որ ամեն բան փոխվեց, մեր նախամայրը դրախտը դժոխ սարքեց, մի վարքյանի մեջ, մի վարքյան տևեց, անցած անգամ ոնց որ ասեցի, համոզես տարավ ծառի մոտ, ինքն էլ միամիտ չի հասկանում, որ ես ինչ եմ անում, լավ, ես ուր եմ գնում, ես չէ, որ ինձ արդեն իր ամուսինը ասել էր, նայ ես, սաղ մերն է, ինչ որ տեսնում ես, կարաս վայելես, ուտես, ինչ ուզում ես արա, քոնն է, մերն է, պետք է բազմանանք, շատանանք ու Աստված մեզի տեղափոխելու է, կարար ինքը հնազանդելներ, մի հատ պատվերը չպահեց, ոնց որ անցած անգամ էլ այն ուշ ծավալի է, այսօր մենք այսքան դառնության բանի մեջով ենք անցնում, բայց մեզնից յուրաքանչյուրն էլ լինել, ես չեմ ուզում եւ այն շատ դատապարտ եմ, իրավունքներ չունեմ, մեզնից որ մեկն էլ լիներ, պետք է մեկը մեղանչեր, պետք է ընկներ, քանի որ մենք ստեղծված ենք, ընկնելու, փշրվելու կարողություն ունենք, երբ որ մի բան ստեղծված է, ինքը կատարյալ մի Աստված չի, դրա համար կատարյալը պետք է գար, այն օրհնյալ Տերը պետք է գար, որ մեր մեղքերը իր վրա վերցներ, այն ինչ որ կիսատ պրատ եղել էր, ինքը կարար մենակ այդ սաղ հարցերը լուծեր, սատանայի գլուխը ջախջախեր, մեկություն բերեր, սեր բերեր, ու տեսնում ենք երեքի մեջ որ կարդում էի, ամեն ով որ իր եղբայրը կատե մարդասպան է, գիտենք թե ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի, կայեն էլի, մարդասպան էր, լավ որ ընդուներ եղբոր ասածը, գնացին դաշտը խոսում էին, ասեց, որ դու էլ ասեց կարաս նույն ձևով մոտենաս, ինչի չես ուզում տես մոտենաս, Աստված քեզ էլ կընդունի, քո զոհդ էլ կընդունի, Աստված մեզի պատվեր չի տվել, որ ընծաներ տանենք իրան, մենք զոհի միջոցով կարանք իրան մոտ, բայց այնքան էլ բարկաց է, այնքան էլ գազազ է եղբոր վրա, տեսանք, որ առաջի մարդասպանը կայեն եղավ, քարը առավ, գլխին տվեց, խեղճ աղբերը մեռավ, ու չգիտեին մահ ինչ բան է, մահի մասին է գաղափար չունեին, բայց մենք հիմա լավ գիտենք ամեն բան արդեն, ու պատվեր է տալի Հովանու առաքյալ ասում է, եթե մեկը իր եղբայրը ատում է, մարդասպան է ինքը, ասով գիցան Քրիստոսի սերը, որ անիկա իր կյանքը մեզի համար տվավ, մենք հալ պարտական ենք մեր եղբայրներու համար տալ մեր կյանքը, այս ինչ մեծ խոսքեր այսի, որ մեկս ենք տենց, մենք չի ասում պտի տաս, ասում է պարտավոր եք, ամեն մեկը ձեր եղբոր քրոջ համար կյանքը տալու, որ մեկս ենք տենց, Տերը թոմեզի ողորմի, Երանի տենց ըլենք, Երանի Աստված էտ է ուզում, որ մենք ըլնենք, ու շատ կարևոր է էլի, որ լինում է ասենք մարդ ենք, սաղս է թերություններ ունենք, սաղս է սխալներ ունենք, իրարու սխալները շատ, իրարու սխալների հետևից չընկնենք, ինչքան կարանք մեկս մյուսի ոնց որ բարիք ցանկանանք, լավը ցանկանանք, լավը անենք Աստված այդ ժամանակա ուրախանում ու եկեղեցի մեջ երբ որ միաբանություն կա, սեր կա, Աստված ուրախանում է, բայց երբ որ սատանան կարողանում է որևէ քույրերի մեջ լինի, եղբայրների մեջ լինի, անկախ նրանից ով ուզում առնի, եթե կարողանում է հակառակություն մտցնի, վեճեր մտցնի, կռիվներ մտցնի, շատ ցավալի է մեր Տիրոջ սրտի համար էսի, շատ ցավալի է, դրա համար է ասում հակառակեցեք սատանային, նա ձեզնից պետք է փախչի, սատանային տեղ մի տակ, ինքը պատրաստ է մտնելու, ինքը միշտ պատրաստ է, ինքն է այդ բանսարկու անունը, որ իր վրա դրված է, իզուր չի դրված, բանսարկող է ինքը, չեղած տեղից կտեսնես, գլխի տնես մի բան կսարքի կասես, ես որտեղից եկավ, բայց ինքը փորձառու 6000 տարվա մարդկանց վրա փորձառություն ունի, կարա ամենակատարյալ, դրա համար էր առաքյալը հորդորում ասում, որ կկարծե, թե որ կատարյալ կաղնած է, հաստատ կաղնած է, թոզ գուշանա, շատ անգամ էլ Աստված է մեզի ցույց տալի, որ ընկնենք, ինչն է պատճառը, որ հանկարծ չհպարտանանք, մենք էլ քիթներս չտնկենք Աստծո դեմ, ասենք գիտես, մարդը Պողոս առաքյալը ասում է, ինձի մարմնի կողմանը խայթոց մտրվեցավ, սատանայի հրեշտակ, այս հրեշտակը ինչի տրվեցավ, որպեսզի առաքյալին անդադ նեղի, բայց առաքյալն էլ ինչ դաս առավ, ասում է 3 անգամ աղոթեցի, որ եթե կարելի է ասեցի վերցրու այդ խայթոցը ինձնից,
Բայց Հիսուսը իրան ինչ ասում, ասում է իմ շնորհքը սերիքա քեզ։ Գնա Պողոս, ես գիտեմ դու լավ եղբայր ես, նվիրված ես, ես, բայց այս խայթոցն է դրել, որ հանկարծ չհպարտանա։ Ու դաս առավ եղբայրը տես, մեզ էլ գրում է, երբ կտկարանամ, այն ժամանակ ես շատ զորավոր մեկն եմ։ Ոնց ալում այտենց, այ եղբայր, մենք տկարանում ենք, թուլանում ենք։ Այդ ժամանակ ենք մենք զորավոր, ինչից գիտենք, որ զորավոր ենք, որտեղ այդ մենք չենք կարող մեզի վերագրենք, դա Տիրոջ փառքն է, օրհնյալ մեր Հիսուս Քրիստոսի փառքն է, դրա համար էլ ուրախ էր եղբայրը, ասում է, երբ կտկարանամ այն ժամանակ, գիտեք, ես ինչ զորավոր եմ, ես ինչքան զորավոր մեկն եմ, բայց իր անձի վրա չի ասում էսի, որտեղ Գիդեոնը հուսած է, ով է իր թևութիկունքը, ով է իր մեջքին կաղնած, ոնց որ ասում են, մեկը որ մի հատ նախարարի բարեկամ անում, հետը խոսալ չես կարող, մեջքը պինտա, բայց ոչ երան են մարդկանց, որ մարդկանց վրա են իրանց հույսը տնում, ամոթով են մնալու, ով ուզում ալնի, պրեզիդենտ ալնի, ինչ ուզում ալնի, փոխփոխական են մարդ, այսօր պրեզիդենտը վաղը չգիտես, սկի կարող հավաքարար իրան չթողեն աշխատի, այս աշխարհը, սատանայի աշխարհը, դրա համար Վարդան եղբորս կարդացածը վերջի օրերի նշանները, ինչ այսօր մեր օրերում է կատարվում այդ, մարդիկ պետք է լինեն ամբարտավան, հպարտ, հայոյի, ծնողներին անունը զանդ, մեկին լավություն ես անում, դեմը վատություն սպասի, լավություն մի սպասի, այս աշխարհը դառե, Տեր ողորմյա, լավություն ես անում, սկի թո լավությունը չանի քեզ, բայց վատություն մի սպասի, ավելի վատություն սպասի իրանից, սա մարդիկ ապականվել են, այլանդակվել են, նայում ես մարդկան մեջ Հիսուսի պատկերը պետք է տեսնենք, սատանայի պատկերն ենք շատ անգամ տեսնում, ինչ ցավալի է սա, ինչ ցավալի է, դրա համար տեսնում ենք Աստված իր խոսքի միջոցով մեզի անդադ խրատում է, անդադ մեր համար էլ Հովաննու 1-ի մեջ է գրված, ուրեմն մեր օրինակը 1-ի ուրեմն 5-ից 10-ն է Ասիկա է անպայթվերը, որ իր մեր լսեցինք ու ձեզի կիմացնենք, թե Աստված լույս է, ու անոն մեջ բնավ խավար չկա, եթե ըսենք, թե անոր հետ հաղորդակից ենք ու խավարի մեջ պտտինք, սուտ կխոսենք, և ճշմարտությունը չենք կներ, հապա եթե լույսի մեջ քալենք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու հետ հաղորդակից կլանք ու անոր որդու Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքե կսրբե, Եթե ասենք, թե մեղքը չունենք, ինքը զինքնից կխաբենք, ու մեր մեջ ճշմարտություն չկա, եթե խոստովանենք մեղքերնից, հավատարիմ ու արդար է անիկա, մեր մեղքերուն թողություն տալու և մեզ ամեն անիրավություն է սրբելու, եթե ասենք մեղքը չգործեցինք, ստախոս կցուցնենք ու Աստծուն, զանիկա, որ անոր խոսքը մեր մեջ չէ, ուրեմն, Եթե ասենք, թե մենք մեղքը չգործեցինք, տենց մեկը չի լինելու, Ադամի սերունդից, այտենց մի հատ մեկը չի լինելու, որ ասի ես մեղք չգործեցի, Տեր Աստված, ինձ ինչի ես պատժում, ու անոր որդու Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքե կսրբե, մեղքերը չէ, ամեն մեղք է, հենց մեր Էությունով մենք մեղք ենք արդեն, որտեղ որ ծնվում ենք ժառանգաբար, եղբայրս ոնց որ միշտ բացատրել է, ու լավա որ ես բանը ամեն հավատացյալ իմանան, մեզի նայողներն էլ ոչ թե առամանեն Աստծո խոսքը, մի հատ անալիզ անեն իրանց մեջ, իրոք, մեր մեջ եղած մեղքը, հենց մեղքի հետ է կռիվ Աստծո, քանի որ մեր մեջ մեղանչական բնություն կա, մենք մեղավորներ ենք, դրա համար մեղքեր ենք գործում, Դրա համար է, որտեղ մեր մեջ գործարանքը արտադրանք է տալի, մեղքի արտադրանքը անդադ տալի, մենք ոնց է, որ մինչև գերեզման կամ եթե հափշտակությունը լինի, Աստված հենց այս վարքյանին լիներ պրծնեինք այս չար աշխարհից, ինչ երանելի պիտի լինենք, եղբայրներ, քույրեր, ու Հիսուսը մեզի գրկաբաց պետք է ընդունի, քանի որ մենք իր արյունով սրբված ենք, չպետք է ասի այս մեղքը գործել ես, չէ, դու դժոխք են մեկը, տենց բան չկա Նրանք, որ Հիսուսի արյունը ոտնակոխ չարեցին, զարմանում ես մեծ եկեղեցի է, մարդը ելել է փող հավաքում, էլի հավաքի, հավաքի այդ փողդ քեզ ոչ մեկ չի ասում, բայց Աստծո խոսքը դու ուր ես ծռում, դու հասկանում ես, որ Հիսուսի արյունն ես դու ոտնակոխ անում,
Աբելը շուքն էր, Աբելը հին ուխտը Հիսուսի շուքն է, նմուշն էր Աբելը, նմուշն էր, ինքը Հիսուսը իր արյունով պետք է գար ու պետք է փրկեր, դու եթե Աբելի արյունը ոտնակող ես անում, ասում ես չէ, մեր բարի գործերով կամ Կայենը սրտանց չտվեց, ոնց են մարդկանց ոգևորում, շատ տվեք, շատ անենց էլ մարդկային օրինակներ, այդ մարդկային օրինակներ չեմ ուզում հիշեմ ստե, բայց համոզի չեն ասում էլի, համոզի չեն ասում, որ մարդիկ սրտանց են, անեն ինչ ունեն տան, էլի թո տան, ու երբ նայում ես սրանց քարոզները, մեծ մացը ֆինանսի վրա է աղբեր, զարմանում ես, ասում ես, ինչ է սրանց մեջ, Աստծու մասին ես իք քասուր գրքի մեջ ուրիշ բան չունեն, անգամ այսօր մի բան էլ ասել, տասանորդից էլ են խոսում, ինչ տասանորդի մասին եք խոսում, հավատացյալների վրա ես ինչ լուծ եք ուզում տնեք, տասանորդը հին ուխտին է վերաբերվում, չեք կարա բերեք նոր ուխտի մեջ մտցնեք, եթե տասանորդ ես մտցնում, ուրեմն օրենքն էլ պետք է պահեք, դե պահեք, ու նայում ես իրանց շահի համար ինչեր են անում, բաց հաշի պետք է տան, մոտա ժամանակը, եթե չստափվեն իրանց այդ չար գործերից հետ, չար գործ է դա կնայես կասես ինչ կա դե չարություն եղբայր մարդիկ փող են հավաքում եկեղեցին են բարի գործ են անում բայց խորքի մեջ նայում ես չարա ձեր գործը չարա որտեվ Հիսուսի արյունը կողկրտելով չեք կարալու վերևելնեք ամոթով եք մնալու օրհնյալ մեր Տերը հայտնության Գրքից եմ ուզում կարդամ, հայտնություն Հովանու 5-րդ գլուխ Աթոռի վրա նստողի աջ ձեռքը գիրկը տեսա, ներսեն ու դուրսեն 7 կնիկով կնքված, զորավոր հրեշտակը տեսա, որ մեծ ձայնով կկանչեր, ով արժանի է այդ գիրքը բանալու և աթոռ կնիկները քակելու, բայց ոչ երկնքի մեջ, ոչ երկրի վրա ու ոչ երկրի տակ գտնվող մեկը գտնվեցավ, որ կարող լա այդ գիրքը բանալ ու ոչ ալ անոր նայել։ Եվ ես սաստիկ կուլայի, ինչ ես լալիս, Հովանու առաքյալ ջան, Հիսուսի սիրած աշակերտը, ինչ ես լալիս, քանի որ մեկը արժան չեղավ այդ գիրքը բանալու, ոչ ալ անոր նայելու, ու երեսներին մեկը ինձի ըսավ, մի լար, ահա Հուդայի ցեղեն եղող արյուծը, Դավթի արմատը հաղթեց, եւ որ այն գիրքը պիտի բանա ու անոր 7 կնիկները պիտի քակի, ասում մի լա ցեղի, ուրեմն տեսնում ենք Հուդայի ցեղեն եղող արյուծը, այսօր սատանան, ոնց որ Պետրոս առաքյալն է գրվում, մռչող արյուծի պես պտտում է, որ ում պիտի կլի, տենց է գրված, բայց ինքը արյուծ չէ, ինքը մի հատ տուզիկ շուն է, շատ երկար տարիներ առաջ քարոզից մեջ էլի ասել եմ սրա մասին, ինքը տուզիկ շուն է ու ժինջիլը Աստծո ձեռքն է, շատ առաջ չի կարա գա, եթե ոչ թե ոչ մեկս հիմա պետք է չլինեինք, ինքը շատ փոքր մեկն է, մինչև Աստծուց հրաման չառ ինքը մեզ մոտենալու իրավունք չունի, որտեղ մենք Տիրոջն ենք պատկանում, Հիսուսին ենք պատկանում, դրա համար պետք չի վախենալ, շատերը վախում են, սատանա, շատ մի ասա, այն անգամ էլ մոտիկներիցս մեկը ասում, ոնց որ գնում ես իր փոշն ես ակաշում, դրա համար էլ հարցակում անդադար, ինչքան մա թո հարցակվի։ Մի բան էլ պետք է վկայեմ, որ եկավ, այն անգամ որ ասում է ես իրանից չեմ վախենում, չեմ բանանում, չգիտեմ, պետք է ասեի թե չէ, բայց ուզում եմ ասեմ, ոնց կընդունեք, եթե դուք գիտեք։ Եկավ, քարացել եմ։ Չեմ կարում ոչ խոսամ, ոչ շարժվեմ, ոչ մի բան անեմ, սես պարկած եմ։ Մինչև զորը մի հատ Հիսուս ասեցի։ Այդ Հիսուս անունից այդ ոնց է սարսափում, ոնց փախավ Գոնչագլուխ մազոտ մեկներ, մեկ էլ տեսա, ոչի փախնում, ասա այդ ինձ քեզ տուզիկ շուն, բա եկել ես ինչ ես ուզում ինձնից անժնես, ու պետք չի վախենանք իրանից, հա պոչը քաշել եմ գլխին էլ, եթե կարողանամ գլխին էլ եմ տալու, մինչև
խելքի կա մի քիչ կարող է, շատ է խելքի կողմ, մեկը չի, որ խելքի կար Աստծո դեմքել էր կապստան վերը դնեմ աթոռս, նստեմ, էլ ինչ անես, բայց ասում է խորունգ տեղն է քո տեղը, գուբի խորունգ տեղերը պիտի իջնես, եթե խոնարհվեր, ինքը արդեն վերներ։ Իրան մի հատ Աստված ունեց դիրքեր տվել, շնորհքեր տվել, ամեն ինչ տվել էր։ Հրեշտակները պատրաստում էր պետք է Աստծուն արչև հանել, որ Աստծուն փառաբաներ, ասեց ես էլ Աստված եմ։ Յանը ասաց ինչով եմ պակաս, կանի աթոռս բարձր դնեմ, իրան հավասար ելնեմ, Աստված զարմացավ ու իր այդ տգիտության համար մինչև որս էլ ինքը տուժված է։ Քանի որ Աստված խոնարհներին շնորհ կտարա, բայց ամբարտավարներին հակառակա Սուրբ Գիրքը մեզ է ասում, ինչքան կարողանանք Աստծո առջև խոնարհվենք, ինչքան կարանք Աստծո առաջ մեր ոչինչ լինելը տեսնենք, Աստված է ուզում մեզնից, մարդ իրանից բան չի ներկայացնում ու եթե ուզում ես մարդուն լավ ճանաչես, մոտիկներիցս մեկն ասում էր մարդուն ուրեմն պետք է պաշտոն տաս ու լավ հարստություն տաս, կերևա իր դիմակը, ով է ինչա, քիթը պետք է տանգի, մանավանդ մեր հայերի մեջ, եթե մեկը մի թե պաշտոն ուներ բան, դուրը ծեծելով պետք է մտնես, շատ զգուշ պետք է խոսաս, որտեվ իրանք ամեն մեկը ես շատ գիտեմ, ինչ մի հրեշ էր մեջները նստած, հրեշ ու գառնուկը եկավ աշխարհ խոնարհվելու Միլար ասում է, Միլար, ահա Հուդայի ցեղում եղող արյուծը, ճշմարիտ արյուծը ինքն է արյուծը ինչա թագավոր է, արյուծը երբ որ մի հատ մռնչում է, սա այդ անտառի կենդանիները քարանում են, որտեղ ինքը արյուծ է, իրան ամենաուժեղն է, այն անգամ նայում էի, ես ճիշտ է TV-ով նայում էի, մեծ այդ եզին ոնց գցեց գետին, զարմացա, իրան նայում ես դրա կեսի չի պուճում մի բան, բայց եզի հետևից բռնեց ու շուռ տվեց գետին։ Շատ զարմացա, բայց Աստված այո, մեր Հիսուսն էլ սատանային այտենց արի, գլուխը ջաղջաղել է։ Որպես թե մորթված, որ 7 եղջյուր ու 7 աչք ուներ, որոնք Աստծո 7 հոգիներն են, որ բոլոր երկրիրը կղրկվին, Անիկա եկավ ու աթոռի վրա նստողեն աջ ձեռքեն գիրքը վերցրեց, ուրեմն ով միակ կարար այդ գիրքը վերցներ, մեր օրհնյալ Հիսուս Քրիստոսը, ուրիշ մեկը չգտնվեցավ, ուրիշ մեկը չկար, ճիշտ այդքան նվիրյալ ինքը զավակներ ուներ, ասենք, Դավիթը, Սողոմոնը կամ Եսային կամ Հոբը, նվիրված իրան զավակ, բայց մեկը չէր կար այդ գիրքը վերցնի, մենակ ինքը կարար, գիրքը առավ 4 կենդանիները ու 24 երեցները գառնուկի առջև ինքան և ամեն քնաներ ունեին ու ոսկե խնկաման խնկով լեցուն, որ սուրբերու աղոթքն է, ուրեմն տեսնում ենք մեր աղոթքները Աստծո մոտ ինչ գին ունեն, մենք միանգամից Աստծո մոտ ընդունելություն ունենք մեր աղոթքով, երբ որ անկախ որտեղից տես կաղոթես տունդ մտի մի սենյակը դուրն է փակես Աստված միանգամից քո աղոթքդ լսում է, ոնց որ ասեցի հрьяաները կարեցին, սրբոցը բացված էր իրանց համար, էլ պետք չէր որ տարին մի անգամ, հենե քահանայա պետքը դողդողալով էր մտնում այդ սրբոցը, այսօր մենք մեր աղոթքներով կարանք միանգամից սրբոց Հիսուսի առջև ներկայանանք, Տերս ես ինչ սխալն եմ գործել, Տերս ես ինչ մեղք ունեմ, Տերս ես ինչ հիվանդություն ունեմ, Տերս ես ինչ եղբորս նեղությունից անի բժշկի, ես ինչ քրոջս դու ասի, միանգամից լսում է, միանգամից, ու այն աղոթքները, որ Աստծո կամքի համաձայն է, շատ շուտ լսում է, հիմա չեմ ասում, գնանք ասենք մի հատ Rolls-Royce եմ ուզում, բայց ուշացնում է այս Տերս խի չի տալի, գիտի այդ Rolls-Royce-ը տա դու աշխարհ գնացիր, քեզի կուլա տալու տանի, դրա համար չի ուզում տա, շատ անգամ մենք մեզի լավ չենք ճանաչում, բայց Տերը լավ է ճանաչում մեզի,
Էս եմ ուզում, այն եմ ուզում, ու ոնց որ անցած անգամ էլ ասի, մեր բոլորի անձը ագայա, չի կշտացող, Սողոմոնը դրա համար մենք հո Սողոմոնից հարուստ կամ բան չենք լինելու, ասում աշկը տեսնելով չի կշտանում, ակաժն է լսելով, եթե իմաստուն մեկը չի հատող խոսած, տես մտնելու անդես դուսա գալու, ու երանի թե մեր խոսացածը իրոք իրանք, ով որ հակառակ բաներա խոսում, ոնց որ ինձ թվում է մեր հանդեպ, որտեղ մենք ենք Հիսուսի արյունից խոսացել, Աբելի արյունից խոսալ, ասում եմ, եսի մեզ ուզում ասի, ես էդի տենց չեմ ընդունում, բա ոնց ես ընդունում, եղբայր ջան, Կայենի պես ես ընդունում, Կայենի պես ես մոտենալու Աստծուն, հա, սրտանց տվեք, շատ տվեք, բանը լավ շատ տվին է տուններ սարքիք, եկեղեցին ես, ինչ տա փոխվելու, եթե դու չես ճանաչում Հիսուսի արյունը ինչի համար է թափվել, քո մեղքերի համար է թափվել, իմ մեղքերի համար է թափվել անձամբ, եթե չթափվեր ես դժոխքի ապրանք եմ, ուրիշ ձևով փրկություն չկա, ուրիշ ձևով մեկը չի կարող Աստծուն մոտենա, ու նայում ենք Հիսուս այդ գործը ինչ ուրախությունով արեց, իր դեմը կեցածեց, դուք, եղբայրներս, քույրերս, ուրախությունով ձեր համար ինքը գնաց, իր առջև կեցած, ուրախության համար, խաչը հանձն առավ ասում է, ամենաանհարկ, ամենաանպետք մահն էր, տանջվելով, այն չի որ դնեն գնդակար եմ, թողենց քիչես էլ հասկանա ինչ եղավ, տանջվելով, քանի ժամ տանջվավ, ինչ նեղությունների մեջով ացավ, հələ այդքանը քիչ էր, տակից էլ եկեց ծաղրում էին, Հիսուս չէր կարա իրան ազատեր, ոչ չէր կարա, ինքը, երբ որ եկան Գեսսեմանի մեջ իրան բռնելու, ասեց ում եք փնտրում, ասին Հիսուս Նազովրեցուն, ասեց ես եմ, այդ մի ես եմ, սա խետ հետ գնացին ընկան, ուրեմն ինքը այդ զորություն ուներ, որպես Աստված, ինքը կարար, բայց ինքը եկել էր իմ համար պետք է խաչվեր, իմ նման անպիտան մեղավորի համար պետք է իր արյունը թափեր, որ ես փրկվեի, ուրիշ ձև չկար, ուրիշ ձևով չէր փրկվի որևէ մեկը, դրա համար ասում է քնարներ ունեին ու երգում էին, ինչ էին երգում, Գառնուկի առաջ ընկան, ուրեմն 4 կենդանիները 24 երեսներ կան ընդ հենց աթոռի մոտ 12 ուրեմն հին ուխտի նահապետներն են բացառության որ ընդ դանը դուս ա եկած տեղը Եփրեմն ա մտած Մանասեն ավակ որդիներ Եփրեմն ա մտած թե Մանասենը ոչ այդ դրա մասին չէի բան արել բայց հիմա միտքիս եկավ Եփրեմնա թե Մանասենն ա մտած մենակ այդ տարբերությամբ 12 նահապետներն են լինեն Դանի ցեղի դուս թռավ այդ ցուցակից որտեղ կռապաշտությամբ էին իրանց տվել կռապաշտության էին տվել դրա համար էլ իրանց տեղը տեսնում ենք Հովսեփի մեծ տեղ կարծեմ Մանասենա գրված ընդհանուր բանի մեջ հիմա տենց է մեկ էլ 12 առաքյալներն են էս էլ հետաքրքիր է ոնց որ Դանը հենց այդ Հուդայի մի խորհրդապատկերն էր հին ուխտի մեջ Դանը թռավ նոր ուխտի մեջ էլ Հուդա Իսկարիովտացին թռավ ինքն էլ չի ասում մի առաքյալ էր ընտրված ու տեսանք իր բանը էլի որ բաներ դրամասեր էր ասում են շատ դրամասայ ու գանձանակն իր ձեռն է հիմա էլ որ վերջերս եղբայրս մեր տուն էր եկի նկարը կա Ալեքս եղբայրս ա նկարը գանձանակը պինդ բռնած ասում ա Հուդան որն ա դե ասում եմ նա Պետրոսը որն ա Պետրոսն է մեկի ականջին որ ասում էր հələ հարցրա տեսնենք ով ա Հովանեսին ասեց հարցրա ով ա ասեց պատառում որ տամ նայա ու տեսնում ենք տեղը Պողոս առաքյալը մտավ թե մարդկորեն բանը հարց էին լուծում մադաթիային բերին ընդեպ ուրիշին բերին աղոտ կարին վիճակ գցեցին տեսնենք ում պետք է ինքնի բայց Աստված այդ ձևով չի գործում Աստված իր ընտրածն է գիտի իր նշանակածն էլ գիտի մարդկորեն մեր քալերը շատ անգամ Աստծուն տեսնում ենք որ ավելի վնաս է պատճառում քան թե օգուտ Մադաթիային ընտրեցին, Մադաթիայի մասին մի բան չես գտնի։ Այդ մի ընտրության մենակը տեսնում։ Պողոսի պես ընտրված մի հատ առաքյալ, որ այդքան գործ արեց, այդքան
Շատերը ասում են որտե՞ղ է գրված, որտե՞ղ է, այսօր գրքի մեջ է գրված, որ պրպտեք կտեսնեք որտե՞ղ է գրված, որ Մադայթյան չէր, հենց Պողոսն էր, Սողոսն էր, այսինքն Պողոս չէ, Սողոս էր ինքը առաջ, հալածեշ մեկն էր, քրիստոնյաներին հակառակ հոգիով էր գործում, բայց տեսանք, որ Աստված Հիսուսը իրան երևցավ, փոխվեց մարդ, ասես Տեր ինչ ես ուզում որ քո համար անեմ։ Պատրաստ էր ինքը 100% անոց արդեն պատրաստ։ Հիսուսն էլ ասաց ինքը իմ համար ընտիր ամանա։ Ուր որ խրգեմ կգնաս, ինչ որ ասեմ, են էլ կխոսես, ասեց։ Ու իմ անվան համար շատ էլ պետք է տանջվես, չարչարվես, նեղության մեջ էր, ով պետք է անցնես Պողոս փոխեց, Սողոս չես դու, Պողոս ես, պստիկ ես, պստիկ։ Ու ինքը իր պստիկ հալով ինչեր արեց։ Նայում են Գաղատիա, Եփեսոս, ամեն տեղ որ գնում էր եկեղեցիներ էր հիմնում մարդը։ Որտեղ գնում էր մարդիկ դարձի էին գալի, ապաշխարում էին։ Մինչև օրս իր գրությունները մենք էլ ենք կարդում, օրտվում ենք։ Ու նոր երգ էին երգում, ինչ էր այս երգը։ Մենք Աշիկ եղբայր ունեինք, Աշիկյան Աշոտ, հա, Աշոտ տես, խառնեցի, sorry։ Աշիկյան Աշոտ Մարտիրոսյան էլ ունենք, բայց էսի Աշիկյանը, Աշոտ Աշիկյանը, բան էր, ինքը հենց այս երգն էր երգում, եթե ուզեք կերգեմ ձեր համար սիրով։ Ուրեմն նոր երգ մնային երգում, ասելով. Միայն դու ես արժանի, այս գիրքը վերցնելու, ու նրա կնիկները քակելու, քանի որ դու մոր տվեցիր, ու մեզ արյունովդ գնեցիր, Աստծու համար, ամեն ցեղից, ամեն լեզվից, ժողովրդից ու ազգից, թագավոր ենք, հիմա մենք կանայենք, ու երկրի վրա կթագավորենք, քանի որ դու մոր տվեցիր, ու մեզ արյունովդ գնեցիր, Աստծու համար, ամեն ցեղից, ամեն լեզվից, ժողովրդից ու ազգից։ Փառքեզի Տեր ջան, օրհնյալ ես դու։ Թող Աստված ես քանով օրհնի իր խոսքը, մեզ է զորացնի մինչև իր գալուստը, ամեն։